Քրիստոս հայրավի մերելոց ամեն հարկ Տերոջը այսօր կրկնակի ուրախություն է ոչ միայն իրար ենք տեսնում ոչ միայն հավաքվել ենք Աստծո տան մեջ այլ նաև նշում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը որ մոտավորապես 2000 մի քիչ ավելի տարիներ առաջ Տեր Հիսուսը ում վրա մենք մեր հույսն ենք դրել մերելների մեջ չմնաց գերեզմանի մեջ չմնաց այդ փառքով հարություն արավ մերելներից եւ մեր Տերը կենթանի է մեր Աստվածը կենթանի է եւ սա է մեր հույսը մեր ուրախությունը եւ մեր հավաքված լինելու նպատակը արդյունքը ինչի համար ենք հավաքված եթե Տեր Հիսուսը հարություն առաջ լիներ մենք իրար չենք ճանաչի եւ մեր հավաքվելն էլ անիմաստ կլիներ բայց փառք Տիրոջը եկեք սիրելիներ ուրախությամբ հարաբանության երգերով աղոթքով մեր պաշտամունքը սկսենք բայց մինչ այդ շատ կարեւոր է հայտարարենք խոսենք այս մասին եւ պետք է հրավիրեմ Մարտուն եղբորս որպեսզի իր աղոթքով եւ իջև աղոթել Աստծո խոսքից հատված ընթերցի եկեք ոտքի կանգնենք ձեր աղոթքով շարունակենք համեցեք բանը Առաջի Կորինթացիս 15:12-23 Ուրեմն եթե Քրիստոս կքարոզվի որ մեռելներեն հարություն առած է ինչպես ձեզ մեկ քանիները կսեն թե մեռելներու հարություն չկա Եթե մեռելներու հարություն չկա, ուրեմն Քրիստոս ալ հարություն առած չէ, եւ եթե Քրիստոս հարություն առած չէ, ուրեմն մեր քարոզությունը պարապ է, ու ձեր հավատքն ալ պարապ է, եւ մենք ալ Աստծո սուտ վկաները գտնված կլանք, որովհետեւ Աստծո համար վկայություն տվինք, թե ինք մեռելներեն հարուց Քրիստոսը, որ իրավ չհարուց զանիկա, եթե մեռելները հարություն չեն առներ, քանզի եթե մեռելները հարություն չեն առներ, Քրիստոս ալ հարություն առած չէ, եւ եթե Քրիստոս հարություն առած չէ, ձեր հավատքը պարապ է, ու տակավին ձեր մեղքերու մեջ եք։ Նույնպես Քրիստոսով ննջողներն ալ կորսված են, եթե միայն այս կյանքի համար Քրիստոսի հուսացած ենք, մենք բոլոր մարդոցմեն ավելի խղճալի ենք։ Բայց հիմա Քրիստոս մեռելներեն հարություն առած է, ննջեցյալներուն առաջին պտուղը, քանզի որովհետև մարդով եղավ մահը, մարդով ալ մեռելներուն հարությունը, վասնզի ինչպես Ադամով ամենքը կմեռնին, նույնպես ալ Քրիստոսով ամենքը կենթանի պիտի ըլլան, բայց ամեն մեկը իր կարգովը, առաջին պտուղը Քրիստոս, ետքը Քրիստոսիները իր գալու ժամանակ։ Ամեն, աղոթենք։ Մեր եկնավոր Հայրը քեզ փառք ենք տալիս այսօրվա համար Տեր, շնորհակալություն եւ գոհություն ենք հայտնում, որ դու քո որդու Հիսուս Քրիստոսին ուղարկեցիր այս աշխարհ, մեզ նման մեղավորների համար խաչը բարձացավ եւ խաչափայտի վրա խայտարակ անելով սատանային իր դիվային եւ չար ուժերին այսօր մեզ հաղթություն տվեց շնորհակալ ենք Տեր Հիսուս որ սատանայի գլուխը ջախջախելով մեզ էլ այդ հաղթական կյանքը տվեցիր եւ շնորհակալ ենք Տեր Հիսուս որ երրորդ օրը հարություն առար հաղթական կերպով եւ մեզ էլ այդ կենթանի հույսին արժանացրեցիր այն հավիտենական հույսին այն խոսքերդ որ կենթանություն են որ ասեցիր ես եմ հարությունն ու կյանքը ինձ հավատացողը թե մեռնի պիտի ապրի Տեր շնորհակալ ենք այս հույսի համար եւ այստեղ համարձակորեն մենք էլ առաքյալի պես կարողանում ենք ասենք ով մահ ուր է քո հաղթությունդ ով գերեզման ուր է քո խայթոցդ Տեր շնորհակալ ենք որ մահը գերեզմանի հետ միասին պարտվեց մեր առջև եւ շնորհակալ ենք Տեր Հիսուս որ այս կենթանի հույսը ունենք մեր մեջ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ հարությունով եւ փառավոր հարությունով ով Տեր խնդրում ենք հիմա օրհնիր մեզ առաջնորդիր մեզ օգնիր որ մենք կարողանանք ամեն օր այս խորհրդի մեջ լինելով այս հաղթական կյանք ունենանք եւ ամեն օր սատանայի գլուխը ջախջախած լինենք Տեր եւ կարողանանք մեղքին եւ չարին ոչ ասել կաղոթեմ Տեր Հիսուս օրհնիր մեզ օրհնիր հոտդ որ հիմա քո առջևդ կանգնած է մեզ զորացրու մեր սրտերը բաց արա աղոթքը երկեցողությունը խոսքիդ մատակարարումը թող Սուրբ Հոգիի ներգործությունով լինի եւ կարողանանք Տեր այսօր այս հաղթական օրը նշենք Տեր Հիսուս քո սուրբ հարությունը եւս մեկ անգամ հրճակելու ամբողջ աշխարհին մարդկությանը թե դու ինչ
մեծ գործ կատարեցիր եւ մեր փրկիչը կենթանի է, ինչպես որ Հոբն է ասում, գիտեմ, որ իմ փրկիչը կենթանի է։ Այո, Տեր Հիսուս, գիտենք, որ մեր փրկիչը կենթանի է եւ գիտենք, որ դու հոր աջ կողմը նստած բարեխոսում ես մեզ համար։ Տեր, օրհնիր մեզ, առաջնորդիր եւ այս հույսով օգնիր, որպեսզի ապրենք քո առջևդ, մարդկանց առջև եւ մարդիկ մեզ տեսնելով այդ հույսը գտնեն մեր մեջ եւ կարողանան իրենք էլ այդ հույսին տոկալով շարունակեն քեզ վստահել եւ այդ հավիտենական կյանքը ունենալ իրենց կյանքերի մեջ, Տեր։ Օգնիր, Տեր, որպեսզի կարողանան կյանքը ապրեն քո առջևդ։ Առաջնորդիր, ընթացք օրհնիր, եկեղեցին, եկչախումբը, մանուկների ծառայությունը, մեծահասակները ամեն մեկի օրհնիր մեր ծառայությունների մեջ։ Քո սուրբ անունը թող փառավորվի հիմա եւ հավիտյան դարերի մեջ։ Ամեն։
Պողոսի եղբայրության եկեղեցություններ ունենք Էդգար եղբայրը, Կլավդիա քույրը իր գողակիցը, իր աղջիկը եւ իր քաղցր փեսացուն։ Մեր մեջ են Աստվածորդի ձեզ եւ այսօր մեզ համար միջև մանուկների ելույթ ունենալը իրենք էլ խոսք եւ երգով կծառայեն։ Համեցեք։
փրկիչը ողջ է։ Այո, Տեր Հիսուսը ողջ է։ Նա է միակ ճանապարհը դեպի Աստված։ Տեր Հիսուս Քրիստոսին հավատալը միակ հնարավորությունն է Աստծո հետ հաշտվելու համար։ Տեր Հիսուսը մահացավ քո մեղքի համար եւ հարություն առավ, որ քեզ հավիտենական կյանք տա։ Հիսուսն ասաց, ես եմ կենացածը, ով որ ինձ կա չպիտի քաղցի, Հովհաննես 6:35 Ես եմ աշխարհի լույսը, նա ով ինձ կհետևի, խաբար մեջ չպիտի քայլի, այնտեղ լույսը պիտի ունենա, Հովհաննես 8:12 Ես եմ դուռը, եթե մեկն ինձնանով ներս մտնի, պիտի փրկվի, Հովհաննես 19 Ես եմ բարի հովիվը, բարի հովիվը իր կյանքը տալիս է ոչխարների համար, Հովհաննես 10:11 Ես եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեև մեռնի, պիտի ապրի, ով ապրում է ու հավատում ինձ, կյանքում պիտի չմեռնի, Հովհաննես 11:25 Հիսուսն ասաց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, ոչ մեկը հորը չի գա, եթե ոչ ինձանով, Հովհաննես 14:6 Ես եմ որդը եւ իմ հայրը Մշակն է, ես եմ որդը եւ դուք ճյուղերն եք, նա որ մնում է իմ մեջ եւ ես նրա մեջ, նա շատ պտուղ է բերում, Հովհաննես 15:1-5 Հիսուսն է ինտերես առաջնորդու փրկիչս, Հիսուսն է ինտերես առաջնորդու փրկիչս, հիմա ու հավիտյան, ալելույա, հիմա ու հավիտյան, հիմա ու հավիտյան, ալելույա,
արյուն թափի դրվեցիր դու գերեզման երրորդ օրը Տեր դու հարյար Հիանալի է այս պատգամը, այս ավետումը, որ Քրիստոս հարյավ իմերելոց եւ ինչպես երկի մեջ երկեցինք, կատարվեց, դետել էստե։ Ամեն բան ավարտվեց։ Ինչ վերաբերվում է մեր փրկության հարցում, Աստծո որդին Հիսուս Քրիստոսը Գողգոթայի գառը խաչի վրա կատարելապես կատարեց մեր փրկությունը եւ հարություն արավ երրորդ օրը, որովհետև թե մահը, թե դժողքը, թե ամբողջ դժողքային աշխարհը, թե գերեզմանը նրան 2 օրից ավել չկարողացան պահել։ Ընթերցենք Ղուկասի ավետարան 24-րդ գլխից, առաջին 12 համարները։ Ղուկաս 24-րդ գլուխ առաջին 12 համարները կարդան։ Արդ շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան նրանք եկան գերեզման, բերելով այն խնկերը, որ պատրաստել էին, եւ նրանց հետ ուրիշներ էլ կային, եւ նրանք քարը գերեզմանից հեռու գլորված տեսան, եւ ներս մտան ու Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Եվ եղավ, երբ նրանք խիստ տագնապած ու անհանգստացած նայում էին, ահա նրանց մոտ կանգնեցին փայլուն հագուստով երկու մարդիկ, երբ նրանք ահով լցված իրենց երեսները խոնարհեցրին դեպի գետինը, այդ մարդիկ ասացին նրանց. Ինչու եք կենդանիին մեռելների մեջ փնտրում։ Նա այստեղ չէ, այլ հարություն է արել։ Հիշեցեք, թե նա ինչ ասաց ձեզ, երբ դեռ ձեզ հետ էր Գալիլեայում, ասելով, թե պետք է մարդու որդին մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի եւ երրորդ օրը հարություն առնի։ Նրանք հիշեցին նրա խոսքերը եւ գերեզմանից վերադառնալով այս բոլորը պատմեցին 11-ին եւ մյուսներին, նրանք էին Մարիամ Մագդաղենացին, Հովանան, Հակոբոսի մայրը Մարիամը եւ նրանց հետ ուրիշներ, որոնք այս ամենը պատմեցին առաքյալներին։ Բայց նրանց խոսքերը համարվեցին դատարկ խոսքեր ու նրանց չհավատացին։ Իսկ Պետրոսը ելավ ու վազեց դեպի գերեզմանը, կրանալով ներս նայեց եւ միայն կտավները տեսավ առանձին դրված ու պատահածի մասին մտորելով գնաց։ Մի պահ մեր գլուխները աղոթելու համար խոնարհեցնենք։ Երկնավոր Սուրբ Հայր, քո սուրբ ներկայության առջև ենք եւ քո խոսքիդ առջև ենք։ Խնդրում ենք, մեր մտքերը բացես, մեզի պետք եղած միտքը եւ իմաստությունը տաս, հասկացողությունը տաս, որպեսզի հասկանանք քո խոսքը եւ ոչ միայն լսենք քո խոսքը, այլ նաեւ կատարենք քո խոսքը Տեր։ Օրհնիր մեզ, օրհնիր այսօրվա ներկաներս, պաշտամունքը եւ ամբողջությամբ մենք մեզ քո օրհնյալ ափերիդ ենք հանձնում։ Առաջնորդիր եւ դու փառավորվիր մեր մեջ, Տեր Հիսուսի անունով։ Ամեն։ Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության երրորդ օրը կարդացինք Մարիամ Մագդաղենացին, ուրիշ Մարիամը եւ ուրիշ կանայք
եկան գերեզմանը եւ իրենց հետ վերել են խնկել, որպեսզի մարմինը օծեին, բայց այնտեղ չտեսան Հիսուսին։ Եվ տեսան գերեզմանի քարը մի կողմ էր գլորված եւ շատ վախեցան։ Ինչու վախեցան, որովհետեւ մի ուրիշ տեղ կարդում ենք, որ երկրաշարժ եղավ այնտեղ։ Շատ եւ այդպես վախենալով ներս մտան եւ տեսան, որ մարմինը այնտեղ չէ։ Եվ երկու հրեշտակներ խոսեցին իրենց հետ ասելով. ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Հիշեք թե ինչ ասաց նա ձեզ Գալիլեայում, որ իր խաչելությունից հետո երրորդ օրը պետք է մեռելներից հարություն առնի եւ դեզանից առաջ Գալիլեա պետք է գնա։ Տեր Հիսուս Քրիստոսի հարության փաստի մասին, սիրելիներ, 4 ավետարանիչներն էլ անդրադառնում են եւ ամեն մեկը իր տեսանկյունից նկարագրում է այս կարևոր փաստը, որովհետեւ սա հիշարժան փաստ է, սա համաշխարհային իրադարձություն է, համատիեզերական իրադարձություն է։ Առաջին մարդը, որ մեռելներից հարություն առավ, Աստծո որդին։ Եվ այս մասին մարգարեական խոսք կա, համաձայն Ովսեի մարգարեի 6-րդ գլուխ 2-րդ համարի, Ովսե մարգարեություն 6:2, որտեղ այսպես են կարդում. 2 օրից հետո նա մեզ կկենդանացնի, երրորդ օրը մեզ կկանգնեցնի եւ մենք կապրենք նրա առջև։ Հիշենք Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխից 40 համար, որտեղ դարձյալ Տեր Հիսուսը իր հարության մասին ակնարկ արեց եւ նշան էին ուզում, ինչ նշան կտաս մեզի, ասաց Հովնան մարգարեի նշանը, որ 3 օր կետ ձկան փորի մեջ մնաց եւ Աստծո հրամանով կետ ձուկը նրան փսխեց եւ դուրս եկավ ցամաք, երրորդ օրը դուրս եկավ, ասել է թե Հիսուս երրորդ օրը դուրս եկավ գերեզմանից։ Առաջինը Մարիամ Մագդաղենացին տեսավ դատարկ գերեզմանը, կարծես ավետման այս առիթը հնարավորությունը կանանց ընձեռվեց։ Եվ սա հատկանշական է, որովհետև Մարիամը Հիսուսին շատ էր սիրում։ Եթե հիշում եք Բորոտ Սիմոնի տանը, որ եկավ, թանկարժեք յուղը, կոտրեց ալաբաստրե շիշը եւ օծեց Հիսուսի ոտքերը եւ գլուխը, եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Շատ սիրեց Հիսուսին։ Եվ հիմա հրեշտակից պատգամ առնելով վազեցին գերեզմանից, որպեսզի պատմեն այս մասին մյուս աշակերտներին։ Հիսուսի հարությամբ, սիրելիներ, նոր դարաշրջան սկսվեց, նոր դարաշրջանի սկիզբը դրվեց, նոր կյանքի սկիզբը, եւ այդ օրը Կիրակի օրն էր ինչպես այսօր։ Կիրակի կոչվեց համաձայն հունարեն լեզվի, որ կոչվում է Տիրոջ օր կամ տերունական օր, Կիրիակի։ Եվ առ այսօր քրիստոնյաներս հավաքվում ենք Կիրակի օրը հիշատակելու նրա մահը, պաշտամունք մատուցելու նրան։ Այսինքն Կիրակին հավատացյալների համար եկեղեցում հավաքվելու օրը դարձավ, սովորությունը դարձավ։ Եվ սա պատահական չէ, քանի որ այս օրվա մեջ էին հավաքվում առաջին աշակերտները։ Նրանք հավաքվում էին հաց կտրելու գրված է։ Սկզբում ամեն օր էին հավաքվում հիշելու եւ հետո սկսեցին մեկ շաբթի օրերը հավաքվել եւ հաց կիսել։ Եվ այդ մասին կարող ենք տեսնել մի քանի համարներում ավետարանի մեջ եւ Գործ Առաքելոց 20-րդ գլուխ 7-րդ համարում գրված է, երբ մեկ շաբթի օրը եկավ, հավաքված էին եւ հաց էին կտրում եւ Պողոսը քարոզեց նրանց։ Հայտնություն առաջին գլուխ 10 համարի մեջ կարդում ենք, որ Տիրոջ օրը, այսինքն Կիրակի օրը, Հովհաննես Առաքյալը գրում է, երբ որ հոգու մեջ էի, հետևից ձայն լսեցի գրված է, եւ Տեր Հիսուսը նրան հայտնություններ փոխանցեց, եւ դարձյալ Կիրակի օրվա մեջ էր։ Այսօր Կիրակի մասին չենք խոսելու, բայց արձանագրենք այդ օրը, որ հիշարժան է, այն առումով, որ այդ օրը Աստված Հիսուսին հարություն տվեց մեռելներից, եւ ոչ թե շաբաթ օրը։ Մենք ավելի պետք է կենտրոնանանք Հիսուս անձի վրա, նրա հարության մասին պետք է խոսենք։ Շաբաթը եւ Կիրակին ինչ տարբերություն կա։ Շաբաթը ցույց է տալիս, թե մարդը ինչ կարող էր անել Աստծո համար։ Եվ Աստված շաբաթը տվեց Իսրայելի որդիներին, եւ նրանք շաբաթը չկարողացան պահել։ Եվ նույնիսկ ավետիած երկրում, որ Աստված նրանց տվել էր, նրանք շաբաթները պղծում էին։ Եվ պատմությունը ապացուցեց, որ մարդը չկարողացավ շաբաթը պահել։ Այսինքն, ինչ կարող է անել մարդը Աստծո համար։ Պարզվեց ոչինչ։ Մարգարեն գրում է, որ մեր գործերը աղտոտ լաթի պես են։ Մարդկային գործերը այդպիսին են, անարդարացի են։ Շաբաթը ցույց է տալիս երկրավորը, ֆիզիկականը, ինչ որ մի բան անելը, մինչդեռ Կիրակին ցույց է տալիս հոգևորը, Աստծո զորությունն ու արդարությունը։ Թե Աստված ինչ արեց մարդու համար, ինչպես սիրեց մարդուն, իր միածին որդուն զոհաբերեց մարդու համար եւ հարություն տվեց նրան երրորդ օրը։ Սա է Աստծո գործը։
Կիրակին երկնքի մասին է պատմում, Աստծո զորության մասին է պատմում, պաշտամունքն է ցույց տալիս, Աստծո արդարության մասին է պատմում, որ իր սուրբին ապականություն տեսնել չտվեց, այլ զորությամբ եւ փառքով հարություն առավ Հիսուսը մերելներից։ Սակայն այսօր ավելի պիտի կենտրոնանք Հիսուսի հարության վրա, ոչ թե օրերի կամ շաբաթների վրա, որովհետեւ կարևորը Հիսուս Քրիստոսի հարությունն է եւ ոչ թե օրը, թե ինչ օր է։ Որովհետև մեզ համար ամեն օր այն օրն է, որ Տերը ստեղծեց, եւ պետք է ուրախանանք Նրա առաջ եւ փառք տանք Աստծուն ամեն օրվա համար։ Հարությունը բայց առանցքային նշանակություն ունի քրիստոնյաներիս համար։ Եթե Հիսուս Քրիստոսը հարություն առաջ չլիներ, մենք սիրելիներ, մեր մեղքերի մեջ տակավին մեռած պիտի լինենք, ինչպես կարդում ենք Կորինթացիների նամակում։ Մենք հույս չենք ունենա։ Մենք դեռ մեր մեղքերի մեջ կորսված պետք է լինենք եւ մեր հավաքույթները անիմաստ կլիներ։ Հավիտենական կյանքի հույսը կայանում է հարության մեջ։ Երբ խոսում ենք հարության մասին, կարևոր է հասկանանք, որ սա մեր փրկության հույսի միջոցն է։ Փրկության հույս։ Ով ունի այս հույսը, նրանք ունեն այս հույսը, ովքեր հարության որդիներ են, ովքեր որ Հիսուս ունեն իրենց սրտի մեջ։ Առանց Հիսուսի հույս չկա։ Առանց Հիսուսի կյանք չկա, որովհետև հարությունը պատմում է Աստծո արդարության մասին։ Հարությամբ Աստված վավերացրեց իր արդարացի լինելը։ Նայեցեք Աստծո արդարությունը որքան կարևոր է, որովհետև Հիսուս Քրիստոսի հարության մեջ ես ուզում եմ տեսնեք Աստծո արդարությունը, Աստծո արդարացի լինելը։ Կարևոր է գիտակցենք, որ Հիսուս Քրիստոսի մերելներից հարությունը ոչ միայն Աստծո զորությամբ կատարվեց, այլ Աստծո արդարության համար։ Երբ Տեր Հիսուսը եկավ մկրտվելու Հովհաննես մկրտչի մոտ Հորդանանի ջրերում, հիշում եք, երբ որ եկավ Հովհաննեսը ասեց. «Ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը իր վրա», եւ ասեց. «Դու ես եկել ինձանից մկրտվելու, ես քեզանից պետք է մկրտվեմ»։ Բայց ասեց. «Թույլ տուր, որպեսզի սա լինի, որ արդարությունը կատարվի, հա? Թույլ տուր այսպես լինի, քանզի վայել է, որ ամբողջ արդարությունը կատարվի»։ Մատթեոսի ավետարան 3-րդ գլխում ենք տեսնում, որով պետք է վավերացվեր Աստծո արդարությունը Հիսուսի մահով եւ հարությամբ, որովհետեւ մկրտության խորհուրդը սա էր. մեռնել եւ հարություն առնել, մահվան եւ հարության խորհուրդն է սա։ Ինչ է նշանակում սա? Որ հարությունը Աստծո արդարության վկայությունն է։ Երբ որ Հիսուս Քրիստոսը մերելներից հարություն առավ, սա ցույց է տալիս, որ Աստված արդար Աստված է, որովհետև արդարին եւ սուրբին բանտի մեջ չթողեց, ապականություն տեսնել չտվեց։ Սա ապացուցում է Աստծո արդարացի լինելը։ Սաղմոս 16-րդ գլուխ 10 համար, որտեղ կարդում ենք. «Քանի որ դու իմ անձը դժոխքի մեջ չես թողնի եւ քո սուրբին ապականություն տեսնել չես տա»։ Սա մարգարեական սաղմոս է, որ Հիսուս Քրիստոսի մասին է խոսում։ Աստված արդարացի է, Աստված արդար է, մարդիկ անարդար են։ Մարդկանց անարդարացի լինելը մենք կարող ենք տեսնել նույնիսկ Հիսուսի ձերբակալությունից մինչև նրա խաչելությունը, եւ ամբողջ ժամանակաշրջանի մեջ կարող ենք տեսնել մարդկության անարդարացի լինելը։ Եվ սա բոլոր ժամանակներին է վերաբերվում, որ մարդիկ անարդար են։ Բոլորն էին անարդար Հիսուսի ձերբակալության եւ մատնության ժամանակ։ Ոչ միայն Պոնտացի Պիղատոսը, ոչ միայն Հերովդեսը, այլ նաև քահանայապետները, բոլոր կրոնավորները, փարիսեցիները անարդար վարվեցին Հիսուսի հետ։ Նաև հռոմեացի զինվորները, ովքեր ծաղրեցին նրան, ծեծեցին Հիսուսին, թքեցին նրա երեսին, սա նշանակում է, որ նրանք անարդարացի վարվեցին Հիսուսի նկատմամբ։ Նաև Սիմոն Գյուրենացուն հանդեպ անարդարացի եղան, երբ որ բռնությամբ ստիպեցին նրան, որ Հիսուսի խաչը ինքը կրի այդ փողոցներով։ Անարդար վարվեց Հուդան, երբ մատնեց արդարին իր վարդապետին, դավաճանեց նրան։ Անարդար վարվեցին ժողովուրդը, ովքեր բազմիցս տեսել են Հիսուսի բարի գործերը, նրա հրաշքները, նրա օրհնյալ խոսքերը, նրա ուսուցումները, նրա բժշկությունները։ Ժողովուրդը անարդար էին նրա նկատմամբ, որ 4 օր առաջ այս ժողովուրդը գոչում էր, բացականչում էր, երբ որ Տեր Հիսուսը հանդիսավոր կերպով էշի ավանակի վրա նստած մտավ Երուսաղեմ, ասում են. «Ովսաննա, Ովսաննա,
Դավթի որդի օրհնյալ է նա, որ Տիրոջ անունով է գալիս։ Մենք մոտավորապես 1 շաբաթ առաջ նշեցինք Ծաղկազարդը եւ այդ հիշարժան օրն էր։ Եվ այդ նույն ժողովուրդը, ոչ թե ավելի վատերը, նույն ժողովուրդը բացականչում էին խաչիր նրան, միթե սա արդարացի էր, սա անարդար էր։ Բայց այս անարդարացի վիճակներով, այս բացասական ֆոնի վրա հայտնվեց Աստծո արդարացիությունը։ Մարդկանց անարդարությունը կարծես ստիպեց Աստծուն, որպեսզի ինքը հայտնի դարձնի իր արդարությունը, որովհետև Հիսուսի հարությունը կատարվեց, որպեսզի տեսնվի Աստծո արդարացի լինելու գործոնը։ Ուստի Քրիստոսի հարությունը հիմնված էր Աստծո արդարացիության վրա, ոչ միայն զորության, այլ նաև արդարության հիմքի վրա։ Ընթերցենք Հռոմեացիներին ուղված նամակի 4-րդ գլուխ 23-ից 25 համարները, որտեղ առաքյալը այս մասին է սովորեցնում։ Հռոմեացիս 4, 23-ից 25 համարներ։ Արդ միայն իր համար չէ, որ գրվեց, թե նրան արդարություն համարվեց, այլ մեզ համար նույնպես դա մեզ էլ պիտի վերագրվի, եթե հավատանք նրան, ով մեռելներից հարություն տվեց Հիսուսին մեր Տիրոջը, որ մատնվեց մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեր արդարացման համար։ Ամեն։ Ուրեմն նայեցեք, այստեղ խոսքը գնում է Աբրահամի հավատքի մասին, որ ինքը հավատաց Աստծուն եւ այդ հավատքի արդյունքում Աստված նրան արդարություն տեսավ, արդար համարեց, որովհետեւ հավատաց, չտեսածին հավատաց մեռելների հարության, հավատաց իր սերունդի բազմությանը, հակառակ նրան, որ իր մարմնով տկար էր եւ ծեր չէր կարողանում երեխա ունենալ, թե ինքը թե իր կինը, բայց ինքը հավատաց, որ սերունդ կունենա։ Եվ նույնիսկ երբ որ Աստված պատվիրեց, որ իր մի հատիկ որդին Իսահակին զոհաբերի, ինքը պատրաստվում էր զոհաբերեր, որովհետև ավելի ուշ կարդում ենք Եբրայեցիս նամակի մեջ, որ ինքը հավատում էր, որ Աստված կարող է նրան մեռելներից հարություն տա։ Սա էր Աբրահամի հավատքը։ Եվ բացի այդ, գրված է, այլ նաև մեզ համար նույնպես դա մեզ էլ պետք է վերագրվի, եթե հավատանք նրան, ով մեռելներից հարություն տվեց Հիսուսին մեր Տիրոջը, որովհետև եթե մեռելների հարությանը չհավատանք, մեր հավատքը ոչ մի արժեք չունի, սիրելիներ։ Առանց հարության, փաստի, առանց հարության մենք մեր հավատքը ոչ մի արժեք չունի։ Աստված որպես արդար դատավոր չէր կարող անարդար վճիռ կայացներ Հիսուս Քրիստոսի նկատմամբ, որովհետև Հիսուսն արդար էր, մեղք չկար նրա վրա, եւ նրան գերեզմանը իրավունք չուներ պահելու, որովհետև ինքը արդար էր։ Իսկ դատավորն Աստված է, եւ Աստված արդար դատավոր է։ Նույնիսկ կնքված հսկաքարը մի կողմ նետված, որպեսի ավետի ստանող կանայք ներս մտնեն ու տեսնեն դատար գերեզմանը։ Քարը գլորված էր ոչ թե որպեսի Հիսուս դուրս գա, այլ քարը գլորված էր շատ հավանաբար որպեսի մարդիկ ներս մտնեն դատար գերեզմանը տեսնելու համար, որովհետև Հիսուսի հարությունը ոչ մի բան չէր կարող խանգարել։ Տեսան դատար գերեզմանը, ինչը խոսում է Աստծո արդարացի լինելու մասին։ Սա ցույց է տալիս այն կարևոր ճշմարտությունը, որ հարությունը իր հետ ունի արդյունք, որ հարությունը իր հետ ունի պտուղներ։ Նրան հավատացողները նույնպես դուրս կգան գերեզմաններից։ Առաջին պտուղը Քրիստոս եւ հետո քրիստոսինները նրա գալսյան ժամանակ։ Առաջին Կորինթացիս 15:23։ Առաջինը Քրիստոս, հետո Քրիստոսին հավատացողները։ Հիշենք Տիրոջ խոսքը Հովանու ավետարանի 13-րդ գլուխ 24-րդ համարում։ Տեր Հիսուսն ասաց. «Միչև մեկ հատիկ ցորենը հողի տակ չընկնի եւ չմեռնի, նա մենակ կմնա, բայց որ մեռնի, լավ է սա, որովհետեւ հետո արդյունք կտա, պտուղ կտա»։ Եվ մենք այսօր այդ հարության արդյունքն ենք, այդ պտուղներն ենք, որ մեկ հատիկ ցորենից հասկեր եւ ամբողջ արտեր գոյացան։ Եկեղեցին շատացավ, հավատացյալների այս խումբը շատացավ։ Եվ իրավական տեսանկյունից Աստված արդարացի էր Քրիստոսի հարությունը, որովհետև հիմնված էր այդ իրավական հիմքի վրա, իրավունքի վրա։ Ոչ միայն ուժի զորության, այլ իրավական տեսակետից Աստված արդարացի էր։ Մարդիկ շատ են խոսում հարության մասին, շեշտադրելով Աստծո զորությունը, ուժը, եւ սա ճշմարտություն է, այդպես է։ Բայց շատ քչերն են խոսում, որ այն կատարվեց Աստծո արդարացիության համար, իրավական տեսակետից։
Կարևոր է տեսնել նաև այս իրավական կողմից, ինչի մասին գրեթե չի խոսվում։ Ինչու ենք համոզված սրանում, որովհետև Տեր Հիսուսի կյանքը, իր զոհաբերությունը կատարելապես գոհացրեց Հայր Աստծո արդարացի պահանջը։ Գոհացրեց Աստծո արդարացի պահանջը, ինչ էր պահանջում Աստված։ Գիտեք, երբ Հիսուսը Էշի ավանակի վրա մուտք գործեց Երուսաղեմ, անցյալ կիրակի այդ մասին խոսվեց եւ նշեցինք, սա հանդիսավոր պատմական իրադարձություն էր։ Ինչու եմ ասում հանդիսավոր, որովհետև մեծ հանդիսություն էր, սա պատմական իրադարձություն էր, համաշխարհային իրադարձություն էր։ Ինքը մտավ Երուսաղեմ եւ այնտեղ եկավ ինքը, որ 4 օր հետո պետք է նրան ձերբակալեին եւ խաչեին, եկավ մեռնելու համար, զոհաբերվելու համար եկավ։ Եվ այդ դեպքը տեղի ունեցավ համաձայն Աստվածաշնչյան օրացույցի առաջին ամսի 10-ին։ Ավիվ Նիսան ամսի 10-ին։ Երբ խաչեցին նրան, մենք նշեցինք հինգշաբթի օրը, ամսի 14-ին։ Երբ հարություն առավ այսօրվա մեջ, ամսի 17-ին, ուրեմն ամսի 10-ին մտավ, 14-ին խաչեցին, ամսի 17-ին հարություն առավ։ Բայց այստեղ կարևոր մի բան կա, ուզում եմ դիտարկենք։ Սա վերցված է 5 տակարանյան զոհաբերության կարգու կանոնից, օրենքներից։ Երբ որ զատկական գառը բռնում էին եւ ամեն ընտանիք, ամեն տուն պետք է մեկական գառ վերցներ, մորթեն եւ զատիկը նշեին, գիտենք, Ելից 13-րդ գլուխը երբ որ կարդանք այդ մասին է գրված, Ելից 12։ Գառը պետք է վերցնեին ամսի 10-ին եւ ամսի 14-ին մորթեին։ Բայց այդ 4 օրվա ընթացքում ինչ պետք է անեին։ Գառը պետք է ուսումնասիրեին, տեսնեին արդյոք հիվանդություն ունի, թերություն կա, արատ կա վրեն, աչքը, ոտքը, մազը, որևէ բիծ եւ արատ չունենա գառը, կատարյալ լինի, որովհետեւ Աստծուն նվիրաբերած զոհը պետք է ամբողջական լիներ, անարատ լիներ եւ լավագույնը լիներ։ Երբ որ Աստծուն էին ընծայում, ամենալավը պետք է տային եւ ոչ թե թերին, կիսատը, ավելցուկը, հիվանդը, երբեք լավագույնը։ Եվ երբ որ տեսնում են ամեն ինչ նորմալ է 4 օրվա մեջ, կերակրում էին, խնամում էին եւ հետո մորթում էին։ Գիտենք պատմություն արյունը քսում էին դրան դիկտերի վրա եւ այլն։ Ուրեմն, բայց Հիսուսի համար նույն պարագան ենք տեսնում։ Հիսուս մտավ Երուսաղեմ, ովքեր էին ստուգողները, փարիսեցիները, դպիրները, քահանաները, ինչ որ սխալ, բիծ, արատ էին ուզում փնտրեին նրա վրա եւ չգտան, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսը անարատ էր։ Տարբեր հարցադրումներով, քննություններով, մի հատ քննության, զննության անցկացրեցին։ Եվ ասաց, ով կարող է ինձ որևէ մեղքի համար մեղադրել, որովհետև անմեղադրելի էր ինքը, որովհետև այդպիսի գառնուկներ ընդունելի զոհաբերության համար պատրաստ Աստծո համար։ Երբ որ մտավ Մկրտության, Հովհաննես Մկրտիչը շատ լավ հասկացավ, ինքը մարգարե էր, ասաց, ահա Աստծո գառը, գառնուկ ա ձեզ պետք, եւ ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը իր վրա։ 17-րդ օրը հարություն առավ Հիսուսը համաձայն հերթական օրացույցի, երրորդ օրը, այսինքն 14-ից հաշվում ենք 3 օր հետո ամսի 17 եւ շատ զուգահեռներ կա, շատ նմանություն կա սիրելիներ հարության օրը Նոյան տապանը վերցնենք։ Նոյան տապանը շատերը Հիսուս Քրիստոսի հետ նմանեցնում են, նմանություններ կան, որ փրկության տապանն է եւ Նոյան տապանի մեջ միայն փրկվեցին մարդիկ դատապարտությունից, ինչպես այսօր Քրիստոսի մեջ են մարդիկ փրկվում։ Նոյան տապանը Արարատ լեռների վրա կանգնեց 17-րդ օր առ 7-րդ ամսվա, բայց ամսաթվերը փոխվեցին Մովսեսից հետո 7-ը դարավ առաջին ամիսը։ Այսինքն Նոյան տապանի մահվան ջրերից կանգնելու օրը Արարատ լեռների վրա դարձյալ 17-րդ օրն էր։ Չեմ կարծում, որ սրանք պատահականություններ են։ Ուրեմն այսպիսով Հիսուսը կատարյալ էր եւ ընդունելի զոհ էր Աստծո համար։ Այդ իսկ պատճառով Աստված նրան տեսավ արդար, տեսավ սուրբ, տեսավ անբիծ եւ ապականություն տեսնել չտվեց գերեզմանում թողնելով, որովհետեւ Աստված արդարացի Աստված է։ Այսօրվա մարդկանց, պաշտոնատար մարդկանց նման չեն, անարդարացի չի Աստված, արդար Աստված է։ Եվ Տերը իր վրա վերցրեց մեր բոլոր անարդարությունները, մեր մեղքերը, հանցանքներն ու անօրենությունները եւ մեր հասանելի արդարացի պատիժը, որ մենք ենք ենթակա անեծքի պատժի, ինքը իր վրա վերցրեց, ինքը անիծվեց մեր փոխարեն, որպեսզի մենք նրա մեջ Աստծո արդարները լինենք
Սա է հարության պատգամը, սիրելիներ։ Սակայն հարությունը ոչ միայն փաստ է, այլ կյանքի ապրումներ։ Այն պետք է ապրենք։ Հարությունը պետք է մենք ապրենք, սիրելիներ, որպես հարության որդիներ։ Եվ եթե դեռ հարության կյանքը չես ապրում, ուրեմն դեռ մեռած չես նրա հետ։ Դեռ տնկակից չես նրա մահվանն ու հարությանը։ Իր հետ պատվաստված չես դեռ։ Բայց ուշ չէ կարող ես կպնել նրան, կարող ես միանալ նրան, կարող ես վստահել նրան։ Կողոսացիս 3-րդ գլխում այսպես են կարդում, որ այս երկրի բաների վրա մի կարճեք, մի մտածեք, այլ վերինը փնտրեցեք։ Նայեցեք Կողոսացիներին 3-րդ գլուխ, առաջին 4 համարները կարդանք։ Եթե Քրիստոսի հետ հարություն եք արել, ուրեմն վերին բաները փնտրեցեք, որտեղ Քրիստոսն է նստած Աստծո աջ կողմում։ Վերին բաների մասին մտածեցեք եւ ոչ թե այն, որ երկրի վրա է, որովհետեւ դուք մեռաք եւ ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Երբ Քրիստոսը, որ մեր կյանքն է, այս համարը ես շատ եմ սիրում։ Քրիստոսը մեր կյանքն է, որ հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ փառքով պիտի հայտնվեք։ Նայեցեք, որտեղ Քրիստոս, այնտեղ մենք։ Այսօր շատ հեշտ են ասում Քրիստոս հայրյավի մեռելոց օրհնյալի հարությունը Քրիստոսի։ Բոլորը գիտեն։ Բոլորը ձու են ներկում, բոլորը նշում են զատիկը, բայց բոլորը չեն, որ հարության կյանքն են ապրում։ Ոչ միայն որպես ինֆորմացիա փաստին հավատալ, այլ նաև ապրել հարությունը։ Սա է կարևորը։ Եթե Քրիստոսի հետ հարություն ենք արել, ուրեմն վերին բաները փնտրենք։ Պողոս առաքյալը այսպես հայտարարեց ասելով Գաղատացիս 2-րդ գլուխ 20 նշանավոր համարը։ Նրա հետ խաչը ելա ու հիմա ապրում եմ։ Նրա հետ խաչը ելա եւ հիմա ապրում եմ, բայց ոչ թե ես, այլ Քրիստոս կապրի իմ մեջ։ Ես ես մեռավ։ Նայեցեք, եթե ես այս գրքի մեջ մի թուղթ տնեմ, այս էջանշանը դնեմ, այս գիրքը ուղարկենք Արգենտինա, Դանիել եղբորը։ Կամ ուր գնա այս գիրքը որտեղ էլ ուղարկենք, էջանշանը մեջն է, կորած չի։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր ստեղծագործություն է եւ կորած չի։ Հարուցյալ Քրիստոսի մեջ մենք նոր մարդիկ ենք։ Որտեղ որ գնա գիրքը, որտեղ տանենք, որտեղ որ Հիսուս, այնտեղ մենք ենք։ Բայց ինչպես ենք նրա հետ, երբ որ տնկակից ենք նրա չարչարանքներին, երբ որ կցորդ ենք նրա հարությանը, մենք նրա հետ ենք, մենք պատվաստված ենք Հիսուսի հետ, եւ այս պատվաստված կյանքերը վկայում են, որ մենք հարության որդիներ ենք։ Ուրեմն ոչ միայն հավատալ հարությանը, քանի որ շատ-շատերն են հավատում, այլ ապրել հարության կյանքը։ Ինչ է նշանակում գործնականորեն, պրակտիկապես ապրել հարության կյանքը։ Այն նշանակում է պահել նրա խոսքը, սիրել նրա պատվիրանները, հետևել նրա պատվիրաններին եւ սիրել քո դրացուն, սիրել քո եղբայրներին։ Նշանակում է լեզուս պահեմ չարախոսությունից, չար խոսքերից, բամբասանքից, կամ անեծքներից, կամ ականջ տամ չար խոսքերին։ Այսինքն Հիսուսանման կյանք ապրեմ, գործով ապրեմ, ինչպես ինքն էր, որպես լույսի որդի վերին բաները փնտրելու եւ մտածելու, քանի որ հարությունը իրենից ավելի վեհ արժեք է ներկայացնում։ Ոչ թե խղճիմ կյանքերը, ավելի վեհ արժեք է ներկայացնում հարուցյալ կյանքը։ Տեր Հիսուս ասեց. դուք եք աշխարհի լույսը։ Լույսը որտեղ են դնում։ Բարձր տեղ են դնում, որ լուսավորի։ Եվ գիտեք, ստեղծագործությունն էլ այդ մասին է վկայում պատմում։ Նայեցեք երկնային լուսատուները, արևը, լուսինը, աստղերը, նրանք ցածր են թե բարձր։ Բարձր են, չէ՞։ Եվ ասես դուք եք այդ լույսը։ Վեհ արժեքներ, բարձր դիրքեր։ Վերին բաների մասին մտածեցեք։ Մենք որպես հարության որդիներ նույնպես պետք է լույս սփռենք։ Եթե լույս ենք, պետք է լուսավորենք, եթե աղ ենք, ուրեմն պետք է համ տանք եւ ոչ թե դառնություն։ Եվ այս փաստի համար, որ Քրիստոս հարություն արավ մեռելներից, ուրախանում են նրանք, ովքեր վստահ են, որ Հիսուսը հարություն արավ եւ համբարձվեց եւ նստած է Հայր Աստծո աջ կողմում եւ բարեխոսում է իրենց համար եւ որ պիտի մի օր գա իրենների հետևից։ Ոչ միայն հարության, այլ նաեւ երկրորդ գալուստն է կարեւոր, որ հարության զավակներին իր մոտ առնի։ Այս փաստի համար ուրախանում են հարության զավակները։ Ողջին մեռելների մեջ մի փնտրեք,
այլ գնացեք պատմեք ասաց հրեշտակը, այս լուրը տարածեք, որ Հիսուսը հարություն է արել, սա բարի լուր է մեզ համար, որ Տեր Հիսուս Քրիստոսը հարություն է արել մերելներից։ Երբ որ սիրելիներ Պողոս առաքյալը Աթենքում քարոզում էր, երբ որ Աթենքում քարոզում էր Արիոսպագոս այդ տարածքում, այդ լեռան մոտ, եւ այնտեղ շատ իմաստասերներ, իմաստուններ էին հավաքվում եւ հույները սիրում էին իմաստությունը եւ իմաստուն մտքեր արտահայտել։ Եվ Պողոսը, երբ որ քարոզում էր այդ իմաստուն հույներին, նրանք սկզբում լուր լսում էին, երևի գլխով շարժում էին, համաձայն էին նրա հետ։ Բայց երբ որ հարցը հասավ մերելների հարությանը, ասին լավ, գնա, քեզ երբ որ կկանչենք այն ժամանակ կգաս, ազատ զգա քեզի, այսինքն հիմա չենք ուզում լսել հարության մասին։ Այսինքն մերժեցին, որովհետև հարության մասին լսելով իրենց ականջները փակեցին։ Բայց սիրելիներ, քրիստոնեության ողնասյունը հիմքը հարության մեջ է կայանում։ Եթե հարությունը վերցնենք, էլ ինչ քրիստոնեություն, էլ ինչ հավատք, էլ ինչ հույս, էլ ինչ պաշտամունք, էլ ինչ հավատք։ Չուզեցին լսել նրան, բայց ճշմարիտ է, որ նա հարություն է արել մերելներից, եւ մենք էլ նրա հարության վկաներն ենք, եւ դրա համար վկայում ենք եւ ասում ենք, որ Քրիստոս հարյավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, որովհետեւ նրա հարությունը իմ հույսն է, քո հույսն է, սիրելի քույրս, եղբայրս, ուստի ցնցանք եւ ուրախանանք այս կարևոր լուրի համար։ Եվ մենք էլ այս հարության վկաներն ենք։ Երբ որ ապրում ենք հարության կյանքերը, մենք մեր ապրած կյանքով վկայում ենք, որ նա կենթանի է։ Տերը օրհնի ձեզ, բայց ուզում եմ մեկ երգ երգենք ոտքի վրա եւ այսպիսով ավարտենք այսօրվա պաշտամունքը։ Yes, my